Սիրելի հայրենակիցներ, 1907 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանի պատմության պրոֆեսոր Շարլ Դիլը, երբ որ դասակարգում էր համաշխարհային ճարտարապետության գոհարները, այդ ցանկում իր պատվավոր տեղներ գրավել Գանձասարը։ Նրանից 70 տարի հետո Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Էրմիտաժի խորհրդի անդամ Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարեց հայկական ճարտարապետության ամենակարևոր մարգարիտը եւ այսօր մեզ ասում են, որ Գանձասարը քոնը չէ, 5658 հուշարձանը քոնը չէ, այսօր երբ որ մենք գտնվում ենք այս հրապարակում եւ մեր հետևում կանգնած է Երևանի Թամանյանական ճարտարապետության գլուխ գործոցներից մեկը, Թամանյանին նախագծած երկրորդ քաղաքը, մայրաքաղաք Ստեփանակերտը այսօր ենթարկվում է ոչնչացման, ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, որ ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը եւ այսօր ամբողջ համաշխարհային մարդկության առջև Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնոցիդի ցեղասպանական քաղաքականություն։ Մեզ ցեղասպանության ենթարկվելուց հետո բռնագաղթի միջոցով այսօր մեր մշակութային ժառանգությունն է ենթարկում մշակութային ցեղասպանության, որպեսզի մենք այլևս մոռանանք Արցախի մասին։ Արցախը վատ տեղ չէ, Արցախը հայկական մշակույթի, նրա մշակութային ժառանգության գանձարանն էր, որը այսօր վտանգված է, եւ այսօր, երբ մենք ասում ենք, որ պետք է հայցեր վերցնենք միջազգային մարդու իրավունքների եվրոպական դատարաններից, նշանակում է նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի համար, որտեղ Ադրբեջանը քայլ առ քայլ հստակ գնում է մեզ ոչնչացման։ Նույն փորձը, որը նա ձեռք է բերել Նախիջևանում, այսօր կատարում է Արցախում եւ ինքը չի վարանում այդ ամենը կատարել հիբրիդային պատերազմի միջոցով նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսօր ցանկացած ադրբեջանական կայք մտեք, կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տեղանունները ադրբեջանականացված թուրքացված են։ Սա նույնպես մշակութային ժառանգության դեմ ցեղասպանական քաղաքականություն է։ Եվ եթե մենք մեր միասնականության շնորհիվ չբռնենք թշնամու ձեռքը եւ անընդհատ խոսենք ինչ-որ սին գաղափար, չգիտեմ, գաղափարախոսություններից, խաղաղության խաչմերուկից, չգիտեմ, հայցերի փոխադարձ վերադարձնելուց, ապա մենք սրանով նորից կանաչ լույս ենք վառում մեր թշնամու առջև։ Ասեմ նաեւ, որ թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, բացի մի քանի այսպես հերթապահ հայտարարություններից հստակ մինչև այսօր ցավոք սրտի գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային էթնոցիդի քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։ Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ի վերջո ինչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում։ Այսօր այդ մեխանիզմները չեն գործում։ Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում ենք, որպեսզի նորից Գանձասարում դադիվանքում հնչի տերունական աղոթքը, եւ եթե ցանկանում ենք մեր հոգեոր սպասավորները կատարեն մատուցեն պատարակ մեր հայկական ճարտարապետության գլուխգործոց հանդիսացող պատմաճարտարապետական հուշարձաններում, ապա մենք պետք է ապրենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանանք նորից համախումբ վերադարձով փրկենք մեր մշակութային ժառանգությունը։